Սա ինչ է։ Քո համար են բերել։ Բայց չասեցին ում անունից։ Ասում ես բժիշկ էր ձևանում ինգա։ Հայս հետո դեկանի հետ էլ խոսեցի։ Պարզվեց, որ նա մեր ուսումնարան էլ չի եկել, դա էլ էր սուտ։ Ահա։ Էջան։ Ինձ ադիբուտի կառնես։ Բաբկինը չի ուզում մնալ այստեղ Երևանում։ Չէ, չէր ուզում։ Դրա համար էլ հորդ հաճախ վիճում էին։ Բելա։ Ինչով հասցրեցի։ Ինչ է եղել Բելան։ Վրեժ, այդ աղջկա հետ ադունցի տղերքներ են գալու։ Դավոն ու Հայկը։ Ոնց։ Լուրջ ես ասում։ Ինգան իմացել է, որ դու բժիշկ ես։ Գնացել է հիվանդանոց ու ամեն ինչ պարզել է։ Հիմա իրենք եկել են, որ տեսնեն, թե դու ով ես։ Ես ծեր։ Բախի շուտ չէի զանգում։ Չհասցրեցի, մարդ մտավ ու խանգարեց։ Երևի թաքնվել են։ Սպասում են, որ մոտենաս ինգային։ Ես ծեր։ Լավ Բելա, ապրես։ Ապրես, որ եկար։ Հիմա գնա, որ վեր այդ խոսակցություն չկա։ Ես հետո կկապվեմ քո հետ։ Լավ, հաջողություն։ Վայ ես ծեր։ Դա ոչքից էլ չի գա։ Արի ինգային կանչեն գնանք ստեղից։ Երևի մի բան ջոկել է այդ կռիսը։ Խայսատը չես իմանում։
Վաղցակ։ Ես ուր է Գասպար։ Ասեմ։ Գնացել է ռեստորան։ Սեղանը պատվիրել, հետները պայմանավորվել եմ։ Մի խոսքով այսօր ուզում եմ Բելային ռեստորան հրավիրել։ Այդ քո բելա տեսոր Գասպար, օբյեկտի դռները բաց էր թողել ու գնացել էր։ Ոնց բաց էր թողել։ Բայց ուր է գնացել։ Մենք որ եկանք, ինքը արդեն ստեղ չէր Գասպար ջան։ Հա, նամակ էր գրել, որ գնում է ատամնաբուժի մոտ։ Ատամնաբուժի մոտ։ Երևի խեղճ աղջկա ատամը ցավացել է։ Բայց մի րոպե սպասի, ինքը ատամնաբուժի տեղ գիտի։ Այ քեզ բան։ Ասում եք դռները բացա թողել։ Հա Գասպար։ Ես սկա հանգիստ ներս մտա։ Ներսը մարդ չկար։ Ինքը բանալի չունի։ Ունի ոչ չունի։ Բա ինչ էր բաց թողել դռները։ Գասպարը լստուկ եւ բանման չեն տարել։ Չեք ասեմ փող չկա։ Չէ, ինչ պիտի տաներ է։ Բայց Բելան միշտ ուշադիր է եղել։ Լավ էլի Գասպար։ Դրա ջայլ աղջիկա, ուշքում ինքը ուրիշ տեղ է։ Ներսես ես քեզ ասում եմ Բելան միշտ ուշադիր է եղել։